Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Պատրիոտ դաշինք ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարություն։ Հարգելի բարեկամներ, զինակից ընկերներ, դեկտեմբերի 17-ին հայ առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դիմել ժողովրդին եւ դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին հրավիրել Մայր Աթոր Սուրբ Էջմիածին։ Ըստ ժողովրդին կոչով դիմաց եպիսկոպոսների ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջը դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Ինչով է պայմանավորված անհետաձգելի անհրաժեշտությունը, նրանց խոսքում արկա չէ որևէ հիմնավորում։ Հարգելի բարեկամներ, հայ առաքելական եկեղեցին անջատ է պետությունից եւ գործում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմաններում եւ նման պահանջ հնչեցնելիս առավել եւս հայրենիքում լարված քաղաքական իրավիճակում եպիսկոպոսները պետք է որ հաշվի առնեին իրավիճակը եւ հետեւեին նման պահանջը կաթողիկոսի կողմից ընդունելու կամ չընդունելու հետևանքները, որոնք այլ երկրների գործակալական ցանցի սադրիչ գործողության ընթացքում կարող են ունենալ անդառնալի եւ արյունոտ հետևանքներ։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ առաքելական եկեղեցին ունի բարձրագույն կառավարման մարմին, ազգային եկեղեցական ժողով, որը ընտրում է ամենայն հայոց կաթողիկոսին, որոշումներ է ընդունում ազգային եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ, որոշումներ է ընդունում դավանաբանական, ծիսական, կանոնական, ինչպես նաև վարչական կառավարման էական հիմնահարցերի վերաբերյալ։ Ընդունում է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրությունը եւ դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները։ Չեմ ցանկանում ծանրացնել ձեր ուշադրությունը եւ ընթերցել ազգային եկեղեցական ժողովի ամբողջությամբ կարգը։ Եպիսկոպոսների հնչեցված կոչով ներկայացվածը պետք է որ կարգավորվեր ազգային եկեղեցական ժողովի ֆորմատով եւ կարգով։ Կոչին ամենայն հայոց կաթողիկոսին հանգստի ճանապարհելու անհետաձգելի անհրաժեշտության պետք է որ նախորդեր ազգային եկեղեցական ժողովի որոշումը, որը կցվեր հայտարարությանը եւ եթե եպիսկոպոսները իրականում այլ նպատակներ չեն հետապնդում, ղեկավարվում են Աստծո խոսքով եւ պատվիրաններով, ապա ներեկեղեցական հարցերը կկարգավորեին դարերից եկող կարգով։ Հարգելի բարեկամներ, այո, հայ առաքելական եկեղեցում արկա են խնդիրներ, սակայն դրանք քաղաքական իշխանության միջամտությամբ չպետք է կարգավորվեն կամ խռովարարների կոչով։ Խնդիրները ծագել են ոչ մոտ անցյալում եւ ոչ երեք, եւ աճել են արտաքին գործակալական ցանցի հայոց պետական կրոնի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերման օրվանից տասնյակ տարիների ընթացքում ոտնձգություններ կատարելու պարագայում, որոնց միակ նպատակը մեր հայրենիքի թուլացումն է, ոչ հզորացումը։ Հայ առաքելական եկեղեցին մշտապես եղել է մեր ազատամարտիկներիս կողքին, բազմաթիվ եկեղեցու սպասավորներ զենքը ձեռքերին կանգնած են եղել մեր շարքերում։ Տարիներ շարունակ հասարակությունը պարակտելու, հոգևոր եւ ազգային արժեքները վերացնելու ուղղությամբ տարվող գործընթացը թույլ է տվել մեր հասարակությանը ունենալ ավանդական կրոնի մոլորյալներ, որոնք հետևելով եւ եպիսկոպոսների կոչին, ինչու ոչ ենթարկվելով քաղաքական իշխանության կամ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հրահանգներին, սույն թվականի դեկտեմբերի 18-ին ներկա կգտնվեն հայոց սրբավայր Մայր Աթոռում։ Խիստ բևեռացման պայմաններում, որքան էլ Հայաստանի Հանրապետության համապատասխան ծառայությունների միջամտությամբ փորձ կատարվի պահպանել հասարակական կարգը, բախումները հնարավոր չի լինի կանխել, հաշվի առնելով բևեռների բազմահազար լինելու հանգամանքը։ Որևէ մեկը չի կարող երաշխավորվել սադրիչ գործողություններից։ Նման պարագայում մենք ազատամարտիկներս ցանկանում ենք դիմել երկու կողմերին զերծ մնալ սադրիչ քայլերից եւ միշտ հիշել, որ ձեր առջեվում գտնվում է ձեր ազգակից, թեկուզ եւ գաղափարները չկիսող հայրենակիցը։ Ցանկացած թե խոսքի, թե դեմքի
Անզգույշ արտահայտություն կամ դրսևորած վարքագիծ կարող է հանդիսանալ այն կրակի բռնկման կայծը, որը ունենալու է անդառնալի հետևանքներ։ Վերնշված եզրահանգումը կատարված է խորհրդի անդամների կողմից հիմնավոր եւ հետեւելով համացանցում սոցիալական ցանցերում արկա ելույթների, կոչերի վերլուծություն կատարելու արդյունքում։ Արդեն իսկ ստեղծված է միմյանց նկատմամբ ատելության մթնոլորտ։ Այս ամենը չպետք է վրիպեր եկեղեցու հեռատես եւ ուսյալ սպասավորների աչքերից։ Քանի որ կոչը արդեն իսկ հնչեցվել է, սույն հայտարարության պահի հնարավոր չէ կանխել որևէ հավաք մայրաթոռում, ուստի մեզ մնում է միայն դիմել Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության երկու իրար հակառակ բևեռի մասնակիցներին, միմյանց նկատմամբ հարգալից եւ հանդուրժողականության սիրո մթնոլորտ ձևավորել, իսկ վեճերը կարգավորել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ հինավուրց քաղաքակրթության հիմնադիրներին վայել մթնոլորտում։ Հայտնում ենք բոլորին, որ տեղի ունեցողի ենթադրյալ ողբերգական դեպքերի արդյունքներով մեր կողմից միջոցներ են ձեռնարկվելու, իսկ մեղավորները կանգնելու են մեր ազատամարտիկներից տրիբունալի առջև եւ ենթարկվելու են խիստ պատասխանատվության, անկախ քաղաքական դաշտի պատկանելությունից։ Մեզ համար թակ է ամեն մի հայրենակցի կյանքը, նույնիսկ մոլորյալի։ Մենք ավելի քան քաղաքական դաշտի ներկայացուցիչները գիտենք եւ սեփական մաշկի վրա ենք զգացել մեր հայրենակցի կորստի ցավը։ Ավելի քան որևէ մեկը սիրում ենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, նվիրած զավակներն ենք հայ ժողովրդի։ Հարգանքներով Պատրիոտ դաշինք ռազմայնասիրական հասարակական կազմակերպությունների միության խորհուրդ։ Շնորհակալություն ուշադրության համար։